Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի եւ շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։ Ներկա օրենսդրական կարգավորումներով Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։ Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ներքին գործերի նախարարության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը եւ էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։ Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման եւ դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։ Խնդրի լուծման եւ համակարգի բարելավման նպատակով ներքին գործերի նախարարությունը մշակել է ոլորտային ռազմավարություն, որը հանրային քննարկման է ներկայացվել iDraft.am հարթակում։ Առաջարկվում է անցում կատարել լիցենզավորման համակարգի, որի շրջանակում գործընթացի ղեկավարումը կվերապահվի ներքին գործերի նախարարությանը։ Նախատեսվում է նաև լուծարել ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ եւ մրցակցային։ Քննարկվել են նաև լիցենզավորման մոդելի առավելությունները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավվածության սահմանները եւ շահերի բախման ռիսկերը։ Մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնելով մասնակցել բարեփոխումների գործընթացին եւ առաջարկել լուծումներ։ Համատեղ լուծումներ եւ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ներքին գործերի նախարարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկումները շարունակական են։